Ազատության տաղավարում այս պահին հյուրընկալել ենք տնտեսագետ Վահագն Խաչատրյանին, բարև ձեզ պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ, որ եկաք։ Գորբաչովի հայտարարությունն էինք լսում ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին, ինչ ազդեցություն կարող են ունենալ ամերիկյան պատժամիջոցները Հայաստանի վրա Ռուսաստանի միջոցով։ Միանշանակա, որ եթե Ռուսաստանի տնտեսական վիճակը վատ եղավ, Հայաստանի տնտեսական վիճակում են վատարացում կրնի, վերջին տարիների իրադարձությունները դրա ապացույցն են, վերջին պատժամիջոցների, ես նկատի ունեմ 14-15 թվականների, երբ որ շատ արագ ուղղակի մի քանի ամսվա ընթացքում, երբ որ ամերիկան եւ եվրոպական միությունը կապված ուկրաինական դեպքերի հետ պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ, ուղղակի մի քանի ամսվա ընթացքում մենք մեր վրա իսկապես զգացինք այդ փոփոխությունները բացասական առումով, դե ռուսական տնտեսության բացասական երևույթները բոլորս տեղակ ենք, բացասական տնտեսական աճ, արժույթի արժեզրկում մոտավորապես կրկնակի, մինչ պատժամիջոցների կիրառումը 1 ռուբլու դոլարային հարաբերությունները 28-ից 30-էր, 1 դոլարի դիմաց 28-ից 30 ռուբլի, դրանից հետո դարձավ մինչև 60, 65, 70։ Այսինքն այս առումով եթե իրավիճակը բարդանա եւ կրկնվի 14 թվականից ցաները, միանշանակ մենք կհայտնվենք այն նույն վիճակում, ինչ որ 2 տարի առաջ էինք, երբ որ եւ արտահանման կտրուկ նվազում տեղի ունեցավ եւ մասնավոր փոխանցումների կամ տրանսֆերտների կտրուկ նվազում տեղի ունեցավ, Ռուսաստանից Հայաստան ներդրումների ծավալը պակասեց, այնինչ որ օգոստոսի 2-ի արդեն օգոստոսի 2-ից կիրառվում է Ռուսաստանի նկատմամբ այդ պատժամիջոցները, որոնք երկու այսպես ուղղություն ունեն, մեկ ուղղված է ֆինանսական շուկային եւ երկրորդը էներգետիկ շուկային, երկուսի դեպքում էլ Հայաստանը կարող է պոտենցիալ առումով, այսինքն մենք վնասներ կարող ենք կրել։ Այստեղ ուրիշ ցանկացում կլինի։ Չեմ կարծում, ես կարդացել եմ այդպիսի վերլուծություններ, որ գազի թանկացում եւ այլն, բայց մի կարևոր խնդիր կա, որ այդ շուկայում քանի որ կա լուրջ մրցակցություն համաշխարհային եւ քանի որ այդ պայմաններում արդեն ինքը Ռուսաստանը զգալիորեն նվազեցրել է գազի գինը արտահանման, այդ թվում եվրոպական երկրներ, եւ մենք այսօր այն գինը, որ մենք սպառողներս ենք վճարում, ես նկատի ունեմ որպես քաղաքացիներ, նույնիսկ եվրոպական շատ երկրներից նույնիսկ ավելի ցածր է սպառողների համար վճարվող գինը։ Այդ պայմաններում ռուսական կողմից գազի բարձրացումը որևէ հիմնավորում չի ունենա։ Որտեվ մենք իհարկե չունենք այլ ընտրանքային տարբերակ, մինչև հիմա չենք կարողանում, չկարողացանք այդպես էլ օգտվել այդ հնարավորությունից, որը մեզ տվել էր Իրանը։ Բայց կարծես նախագահը հայտարարում է, որ առաջիկայում սպասենք նման։ Այդ հայտարարությունները երևի դուք լսում եք ոչ առաջի տարի, ոչ առաջի անգամ, տարիներ շարունակ այդ հայտարարությունները կրկնվում են եւ նույնիսկ ժամանակի ընթացքում մեզ մտածում են, որ Ռուսաստանը ԱՊՀ-ի ամենացածր գինն է մեզ վաճառում գազի գին, բայց հետո պարզվեց որ այդպես չէ։ Այսինքն այդ ամենը իրականության հետ իրականությունից շատ հեռու են։ Իրատեսական չէ, իրականությունից հեռու են, դա մի ուրիշ բան է, իրատեսական են, շատ իրատեսական են, ուղղակի այստեղ քաղաքական որոշում կայացնելու խնդիր է եւ քաղաքական նաեւ պատրաստակամություն, որ այդ քայլով Գազպրոմին հակադարձում ենք եւ ինչքանով կարող ենք Հայաստանի իշխանությունները գնալ դրան։ Առավել եւս որ մի ուրիշ հանգամանք կա, որով նաեւ մենք զուտ իրավական առումով ենք կապված այլ ընտրանքային տարբերակ չընտրելու, դա 13 թվականի հայտնի գազի պայմանագիրն է Ռուսաստան-Հայաստան, որը ըստ էության կարիք լինելու ժամանակի ընթացքում քննարկման առարկա դարձնելու, ես չեմ ասում վերանայման, որովհետև այդ պայմանագրի հետ կապված մինչ այդ տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրության կոպիտ խախտումների հետևանքով են եղել։ Այսինքն այն պարտքը, որը կուտակվել էր, որ 300 միլիոն էր, այդպես էլ մեզ քաղաքացիներից մինչև վերջ չներկայացվեց կամ չբացատրություն չտրվեց, թե ինչպես է տեղի ունեցել։ Եվ այդ տարիների ընթացքում հենց նույն իշխանության ներկայացուցիչները 9-ից 13 թվականին, ավելի շուտ 11-ից 13 թվականների ընթացքում մեզ միշտ խաբում են, որ այդպիսի պարտքույություն չունի, իրականում ռուսական կողմը գազի գինը չի բարձրացրել, բայց պարզվում է, որ գազի գինը բարձրացվել էր, պարտքեր կուտակվել, բայց քանի որ կար ընտրություններ 12 թվականի խորհրդարանական եւ 13 թվականի նախագահական, մեզ չներկայացվեց։ Այսինքն այդ պայմանագրով Հայաստանը պարտավորություններ ունի, պարտավորություններից մեկը նա է, որ դա պետք է ապահովենք, այո, եւ գազի քանակության հետ կապված, եւ բացի դա էներգետիկայի
բնագավառում մենք պարտավոր ենք ապահովել ռուսական սեփականություն հանդիսացող էներգետիկ հզորությունների աշխատելու հնարավորություն տանք։ Այսինքն մենք պարտավորություն ունենք, որ պետք է կատարենք, այնպես որ այլընտրանքից օգտվելու դեպքում մենք այդ պարտավորությունները փաստորեն չենք կարող կատարել։ Այդ դեպքում պարոն Խաչատրյան, ոչ նախընտրական շրջան է, ոչ ժողովրդավար Երևանու միտում կար, որտեղ իրանական լրատվամիջոցին տված հարցադրույցը, ո՞րն է ձեր կարծիքով նախագահի հայտարարությունը։ Մի բան պետք է ասվեր, չէ՞։ Բոլորին էր հետաքրում հատկապես իրանական կողմին, ինչու, ասենք, Իրանի գազից Հայաստանը չի օգտվում։ Շատ տրամաբանական հարց է, տեսեք, սովորաբար ընդունված է, որ լավագույն առևտուր անում են հարևանների հետ։ Հայաստանի դեպքում այդպես չի, ընդհանրապես մեր տարածաշրջանում հարավային Կովկասում ընդունված է, որ մենք ձգտում ենք ավելի լավ առևտուրաներ եւ ավելի շատ առևտուրաներ հարևանների, ոչ հարևաններից հեռու երկրների հետ։ Հիմա տվյալ դեպքում Հայաստանը այդ հնարավորություն ունի, ունենք Իրան, որը ունի նավթի եւ գազի հսկայական պաշարներ, բայց մենք չենք օգտվում։ Չենք օգտվում, որովհետև ժամանակին քաղաքական սխալ որոշում է կայացվել, խոսքը վերաբերում է դերևս Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք այդ Գազպրոմի չհայտարարված պայմանավորվածությունները եւ Իրանի հայտարարված պայմանավորվածությունների խախտում, գազամուղի կառուցման դադարեցում, որը մասիների չեն ասում, թե ինչ պես սրվեցին հայ-իրանական հարաբերությունները։ Հիմա շատ տրամաբանական հարց է, որ հատկապես պարսկական կողմից կրնի այդպիսի հարցադրում ցանկացած հայաստանյան պաշտոնյա, որ ինչու Հայաստանը չի գնում Պարսկաստանից գազ սովորական սպառման, կենցաղային սպառման համար։ Դուք գիտեք, որ գազ է գնվում ընդամենը գազ, էլեկտրոէներգիա, ընդամենը սպառման։ Եվ այն գազի ստանալու հնարավորությունը այսօր կա, մենք չենք օգտագործում, երկու անգամ ավելի մենք կարող ենք գազ ստանալ Պարսկաստանից նույնիսկ այսպիսի գազամրիղի, տրամաչափի պայմաններով։ Բայց մենք չենք ստանում, մենք չենք օգտվում դրանից։ Մեզ տարբեր ձևերով ներկայացնում որ դա նույն գինն է եւ այլն, բայց կարևորը դա չէ։ Դուք հիմա բերեք հասցրեք, տեսնանք այդ նույն գինն է թե ոչ, որովհետեւ այն գինը, որ մեզ ներկայացվում է, որ մենք հիմա վճարում ենք $300, մոտավորապես կամ մի քիչ ավել պակաս, կախված կուրսից հիմա իրականում շատ թանկ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Եվ գնալով տարիների ընթացքում սպառման ծավալները փոքրացել է, դուք տեսել եք։ Սա մի ուրիշ հարց է, որ միշտ կարելի է քննարկել։ Բայց որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի ուզում դուրս գալ այդ պայմանավորվածություններից Ռուսաստանի հետ, Գազպրոմի հետ, առավելևս հիմա դա հնարավոր չէ։ Մի մոռացեք թե ով այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նույնիսկ այսպես ասեմ, ես կարծում եմ, որ կարելի է այլ ինչ որ պայմանավորվածություններ բոլոր դեպքերում Ռուսաստանի եւ Գազպրոմի հետ ունենալ։ Իրանական գազներ օգտագործել։ Այդ թվում նաեւ տարանցիկ նպատակներով օգտագործել, որտեղ չէր խախտվի նաեւ կամ Գազպրոմի հաշվի կառնվի նաեւ Գազպրոմի կամ Ռուսաստանի շահը։ Բայց երևի ամենահեշտ տարբերակը սա է, շարժ փորձանքից հեռու, ինչ ա եղել, որ Հայաստանի Հանրապետության Տարանցիկը եւս քննարկվում է Հայաստանի միջոցով Եվրոպագազ Հիմա այդ խնդիրը տեսեք ինչ առնում։ Սա արդեն ձեր հարցադրման երկրորդ մասն է։ Երբ որ հետևում եք այդ պատժամիջոցներին, այնտեղ շատ կտրուկ սահմանափակումներ կա նաև հենց այդ բնագավառում տարանցիկ հնարավորությունների սահմանափակում այն ընկերությունների, որոնք առնչություն ունեն Ռուսաստանի հետ, այդ թվում նաև վերաբերում է դա Ադրբեջանին։ Շահդենիզի շահագործման հետ կապված այնտեղ նոր տեխնոլոգիաների եւ այլնի ձեռքբերման սահմանափակումներ կան, որով կտուժի նաև Ադրբեջանը։ Այս հանգամանքներ հաշվի առեք։ Միշտ քննարկում ենք թե Հայաստանը ինչ կտուժի, բայց պետք է նաև մնացած երկրները կամ ինչ կազմակերպություններ կտուժեն, որտեղ ի վերջո այդ տարանցիկ գազի կամ նավթի տեղափոխումը, որը պետք է իրականացվի դեպի Եվրոպա, դրա մասնակից են նաև ռուսական ընկերություններ, նայած ինչ մասնաբաժնով, եւ այդ մասնաբաժնից է կախված նաև պատժամիջոցները կիրառվում իրաց նկատմամբ թե ոչ։ Եվ այստեղ նաև տուժում է նաև Ադրբեջանը, պես որ այս հանգամանքներ պետք է հաշվի առնել։ Բայց երկրորդ հարցը կա պատժամիջոցների հետ կապված, որտեղ սա երկու ազդեցություն կունենա՝ կարճաժամկետ, երկարաժամկետ։ Ռուսաստանը ցանկություն ունի կամ պատրաստ է դիմանալ պատժամիջոցների ավելի շուտ, ոչ թե ցանկություն ունի, հաշվի առնելով, որ ինքը երկարաժամկետ հատվածում կօգտվի այն հնարավորությունից, որ չի ունենա լրացուցիչ հնարավորություններ ֆինանսական միջոցներ եւ ներքին ռեսուրսները կօգտագործի, այսինքն ներմուծման փոխարինող տնտեսություն կունենա, որը ինքը անում է վերջին 2 տարիների ընթացքում գյուղատնտեսության մեջ, տեսեք,
լոլիկի արտադրության հետ կապված նույնիսկ մինչև հիմա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներն է շարունակում, նույն եվրոպական տարբեր գյուղատնտեսական մթերքների ստացման սահմանափակման արդյունքում այնտեղ ասում են ինքնաբավարարվածության աստիճանն է մեծացել մսի, հավի մսի եւ տարբեր ինչ-որ ապրանքատեսակների առումով, այդպես է համենայնպես ներկայացում, որ դրական ազդեցություն ունեցել է։ Մի կողմից է ներկայացում է թե եվրոպական արտադրողներն ինչ վնաս են ներկայացրել։ Ես կողմնակից եմ դրան, որ ի վերջո, այսինքն իմ գաղափարների դեմ է, որ սահմանները պետք է փակ լինեն, պատժամիջոցներ պետք է կիրառվի, դա անընդունել է ինձ համար եւ կարծում եմ ընդհանրապես համաշխարհային տնտեսության այդպիսի տրամաբանություն պետք է չաշխատի, որ մեկը մեկին պատժի, առևտրական պատժամիջոցներ կիրառի այս ձևերով։ Բայց բոլոր դեպքերում հիմա պարզ է, որ եվրոպական արտադրողներն կտուժեն, ռուսական ավելի շատ, որտեղ ի վերջո եվրոպական արտադրողների հնարավորությունները ֆինանսական առումով եւ նոր տեխնոլոգիաների առումով ավելին է։ Մի խնդրեմ կա, որ Ռուսաստանը չի կարողանում հաղթահարել։ Այս պատժամիջոցների դեպքում էլ ինքը չի կարողանում նոր տեխնոլոգիաներ ստեղծել։ Այ ամենամեծ խնդիրն է, որ ռուսական տնտեսությունը եւ նաեւ Հայաստանը իհարկե դրա հետ մեկտեղ մենք նոր տեխնոլոգիաներ արտադրող չենք, ստեղծող չենք։ Մենք միշտ նոր տեխնոլոգիաներից օգտվող ենք եղել ռուսականներ։ Նույնիսկ լավագույն գաղափարները եթե ծնվել են Ռուսաստանում, դրանք պրակտիկ իրականություն են դարձել դրսում։ Այսինքն այս խնդիրն է, որ չի կարողանում լուծել եւ շատ դեպքերում, երբ որ Ռուսաստանը եվրոպական կամ ամերիկյան ընկերությունների նկատմամբ մեղմացրեց պատժամիջոցները, պայմանավորված են նրանով, որ իրենք ուղղակի այլընտրանք չունեն։ Նույն գյուղատնտեսական որոշ մթերքներ, նույն արդյունաբերական առանձին արտադրանքներ, նույն տեխնոլոգիաներ, նույն բժշկական սարքավորումներ, երբ որ սկզբից եղավ, այսպես ազգայնական տրամադրություններն ավելի գերիշխող են եւ ասում էին միայն եկեք ռուսական սարքավորումներ, հիմա էլ նույն ձևի միջառույց առաջարկում են երեք Սպրավեդլիվая Ռոսիայի խմբի ղեկավար Միրոնովն էլ առաջարկել, եկեք ուրեմն արգելենք ընդհանրապես խմիչքների, օտարերկրյա խմիչքների ներմուծումը, ընդհանրապես եկեք օտարերկրյա հաշվողական տեխնիկայի ծրագրերի, բայց ինչ ունի Ռուսաստանը առաջարկելու։ Պրոբլեմը սա է։ Ինքը Ռուսաստանը մտածում է, որ երկարաժամկետ հատվածում միգուցե կարող է դիմակայի եւ ստեղծի այդ արտադրանքը, բայց գիտեք ոնց է, այստեղ հավի ձևի պատմությունն է։ Այդ արտադրանքը ստեղծելու համար դու պետք է ֆինանսական ներդրում անես, այդ ֆինանսական ներդրում անելու դու պետք է ռեսուրսներ ունենաս, այդ ռեսուրսները պետք է դու որտեղից ստանաս եվրոպական կամ ամերիկյան ֆինանսական համակարգից։ Այն նրանք չեն տալիս։ Այսինքն այս փակ շրջանը չի կարողանում Ռուսաստանը որևիցե միտեղ կտրի եւ դա շատ բացասական է անդրադառնում, այսպես թե այնպես իր վրա եւ վերջին բոլոր ուսումնասիրությունները Հայաստանի։ Չեմ դե տեսեք, մենք մի քանի ձևով են կապված Ռուսաստանի հետ։ Տրանսֆերներ, ռուսական ներդրումներ եւ իհարկե աշխատուժ։ Հիմա մի խնդիր կա, եթե Ռուսաստանը կարողացավ այդ ինքնարտադրության կամ ներքին արտադրությունն ավելացնել, այնտեղ աշխատուժ կավելանա եւ այդտեղ ոնց որ թե մեր այդ առումով դրական կլինի, բայց թե ինչքանով կլինի դա չկա, բայց այսօր արդեն փաստ կլինի, որ եթե ֆինանսական ռեսուրսները պակասեն, ֆինանսական համակարգը խնդիրներ ունենա, այդ դեպքում արդեն աշխատատեղեր կկրճատվեն, արտադրություններ կկրճատվեն եւ ամենակարևորը ժողովրդի կենսամակարդակ կվատանա եւ մի կարևոր հանգամանք, որի մենք ականատես ենք 2 տարի առաջ, եթե ռուսական ռուբլին արժեզրկվեց, Հիմա մեկ ռուսական ռուբլին դոլարային արտահայտությամբ 59.5-ից մինչև 60 ռուբլի է։ Եթե արժե զրկվեց, ասենք դարձավ մինչև 70, մեր հայաստանյան ապրանքները, որոնք այսօր տեղ ունեն ռուսական շուկայում, կորցնեն իրենց մրցունակությունը։ Հիշեք, 2 տարի առաջ կոնյակի կտրուկ արտահանման նվազում, այդ թվում նաև գյուղատնտեսական ապրանքների նվազում, որտեղ ռուսական ապրանքները ավելի մրցունակ են, հենց միայն դրա պատճառով, որ ռուսական ներքին շուկայում 2 անգամ արժե, այսինքն արժույթը 2 անգամ արժե զրկվեց։ Այսինքն դա կարող է նաև այսպիսի խնդիր առաջացնել, բացասական Հայաստանի արտահանման շուկայի խնդիրներ առաջացնել։ Հիմա վերադառնանք Հայաստան, եթե գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը, այսպես կանխատեսումների հարցը դեռ ջրի թանկացումը արդեն կարծես մոտ ապագայում իրականանալի է, որովհետեւ Veolia Group-ը դիմել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով եւ առաջարկել մոտ 14 դրամով բարձրացնել ջրի գինը։ Արդյոք սա հիմնավորված է, պարոն Խաչատրյան, եւ արդյոք կա տրամաբանություն գնաճի հետ համեմատած Արդյոք դրանք պետք է իրար հետ համեմատելի մեծություններ չլինեն։ Շատ հարցադրումների տեղին է, ես տեսեք ինչ միշտ մտավախություն եմ ունեցել, որովհետև այն մեթոդոլոգիա, որով հաշվարկվում է եւ ջրի եւ էլեկտրոէներգիայի եւ գազի սակագինը, այդ մեթոդոլոգիան միշտ այսպիսի փաստերի առաջ կարող է մեզ կանգնեցնել ցանկացած պահի այդպիսի ծառայություններ իրականացնող ընկերությունը կարող է դիմել հանրային ծառայությունների եւ ասել, որ իմ ծախսերը մեծացել են։ Ես լրացուցիչ ծախսեր եմ կատարում, ինչ հանգամանքներից ելնելով, եւ այդ ծախսերը չեմ փոխհատուցում, ես պետք է խնդրեմ ձեզ սակագինը բարձրացնել։
Իսկ այդ մեթոդոլոգիան ծախսման սկզբունքով է առաջնորդվում, որը գալիս է դերևս խորհրդային միությունից, որտեղ շուկայական հարաբերությունների հանգամանքը չի հաշվի առնում։ Եվ այս ընկերությունները ես կարող եմ թույլ տալ ասել, որ փոխանակ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ զբաղվեն, արդյունավետ կառավարում իրականացնեն, ուղղակի օգտվում են այս մեթոդոլոգիայի հնարավորություններից եւ այսպիսի քայլերի են դիմում։ Ես հետաքրում եի եւ տեսեք ինձ համար հետաքրքիր էր այսպիսի տեղեկություն, դեռևս 16 թվականի դեկտեմբերին Վիոլան հայտարարել էր, որ 15 տարիների ընթացքում ինքը 37.5 միլիարդ դրամ ներդրում պետք է անի։ Երբ որ այսպիսի հայտարարություն են անում, ես միանգամից արդեն հասկանում եմ, որ սակագնի բարձրացման հայտի հիմք են պատրաստում։ Հիմա նույնը Հեցը հայտարարեց, որ պետք է ինքը 200 միլիոնի մոտ օրապես ներդրում անի, ես հիմա սպասում եմ, որ Հեցը այդպիսի մի հերթական հայտարարություն պետք է անի, թեկուզև Հեցի երբ որ 15 թվականի բանն ենք նայում, հաշվետվությունն ենք նայում, ֆինանսական ինքը բավականին առաջընթաց է արել, այսինքն մինուս 10 մոտ օրապես միլիարդի փոխարեն վնասի թե ունեցել էր 14 թվականին 15-ին պլյուս 21 միլիարդ դրամի օգուտ արդեն ունեցել մաքուր շահույթ հարկերը վճարած։ Հիմա այս Վիոլան հայտարարում է, որ այսպիսի ներդրումներ անելու եւ այս ներդրումների ես չգիտեմ, այդ ժամանակ նաեւ խոսվեց, որ դա չի նշանակում, որ սակագինը կբարձրացնի եւ նույնիսկ մի էլի փաստ կար, որ լրատվամիջոցներն էին արձանագրել, որ վերջին անգամ երբ որ Վիոլան դիմել էր սակագների բարձրացման հարցում, նույնիսկ Ռոբերտ Նազարյանն ասել էր, որ հույս ունեմ, որ հաջորդ անգամ կդիմեք նվազեցնելու առումով, որովհետեւ այդպիսի պրակտիկայում այդպիսի դեպքեր էր եղել ջրի հետ կապված, բարձրացրեցին, հետո իջացրեցին։ Հիմա ձեր հարցի կոնկրետ պատասխան տալու համար պետք է փաստաթուղթ ունենենք, որը չկա հրապարակված։ Իրենց կայքում չկա դրված, ես այսօր նայում եմ չկա, հանրային ծառայություններում դեռևս չկա, այսինքն այդ հայտը, որը չգիտեմ քանի էջանոց է կամ ինչ է բովանդակությամբ, հետաքրքիր կներ ծանոթանալ հայտին եւ հիմնավորումը, որտեղ շատ դեպքերում հիմնավորումը պայմանավորում են կորուստներով, բայց ես կարծում եմ Վիոլան, որը ընդհանրապես այս տարվա հունվարից ոնց որ թե սկզբից դարձավ ամբողջ Հայաստանում, ես դրան էլ դեմ եմ, որովհետեւ գտնում եմ, որ գոնե եթե համակարգը թույլ է տալիս, որ պետք է մի քանի օպերատորներ լինեն, կարելի է մի քանի օպերատորներ ունենալ եւ մրցակցային իրավիճակ ստեղծել եւ դրանից ելնելով նաեւ գնի սակագնի սահմանման մեջ կողմնորոշվել։ Բայց երբ որ հիմա արդեն մենք ունենք էլի չգիտեմ ինչ այդ մենաշնորհը ստեղծեցինք, նորից եմ կրկնում, եթե տնտեսությունը թույլ է տալիս որևէ բնագավառ, որպեսզի մրցակցություն լինի, պետք է օգտվել։ Առանց մրցակցության միշտ խնդիր է լինելու, նույն գազի պարագայում մենք տեսնում ենք, նույն էլեկտրոէներգիայի պարագայում տեսնում ենք, իսկ այս բջջային հեռախոսների պարագայում էլ հակառակն ենք տեսնում։ Երբ որ տեխնիկական հնարավորություն եղավ մրցակցային դաշտ ապահովել եւ մեկ օպերատորի փոխարեն հայտնվեցի 1, 2, 3, 4, մենք զգացինք որակ, մենք զգացինք սակագնի նվազում եւ ծառայությունների օգտվելու մենք մեկից կարող ենք նեղանալ այդ պահին ինչ որ վատա գնանք մյուսը վարկանական վերցնենք։ Ջուրը հետեւյալ դեպքում այդ հնարավորությունը կար տարբեր ռեգիոններ էին, ճիշտ է, ասենք ես Երևանում որպես ջուր օգտագործող չէի կարող Գյումրի ջուրմատակարարողին խնդրել, բայց բոլոր դեպքերում ինձ համար համեմատելու հնարավորություն կներ։ Հիմա ինչ որ է, ստեղծել են մենաշնորհ, եւ այս մենաշնորհը այսպիսի իրավիճակների առաջ պետքա բերել եւ հասարակությանը եւ կարգավորող մարմինին։ Պատասխանը որպեսի զուտ մասնագիտական լինի, նորից եմ կրկնում, կլինի այն ժամանակ, երբ որ փաստաթուղթը կներկայացվի բոլորիս հասանելի կլինի։ Հիշեք նույն Հեցի 3 տարի առաջվա պատմություն, երբ որ ինքը սակագնի բարձրացում էր նախատեսել եւ փաստաթղթի մեջ պարզվեց, որ ցեմենտի պատմությունը հայտնի է ձեր լրագրողների միջոցով նայ մենք կարողացանք այդ հայտարարել այդ տեղեկությունը, որ 3-0 թե 4-0 ավելի են գրել եւ մի ֆանտաստիկ թիվ էր ստացվել։ Հիմա նույնը սա, բայց ինձ համար կարևորը նաեւ նա է, որ ընդհանրապես մեր մոտ հատկապես գործող կառավարությունները այդպես ինչ որ միտում ունի մեզ սպառողներից լրացուցիչ բեռել ավելացնել։ Հիմա սա կարող է թվալ, ասենք ինչա որ 14-15 դրամ է, 4 հոգանոց ընտանիքը սպառում է 15-ից 20 խորանարդ մետր ջուր ամսական, ասենք 300 դրամ պետք է ավելանա, այդպես կարող են ներկայացնել ինչա որ, բայց ինչա որ չի։ Ցանկացած ընտանիքի համար դա գումար է, որովհետև դրան ավելացնում եք հիմա աղբի, գումար են ուզում ավելացնել, դրան ավելացնում եք հիմա, չգիտեմ, տրանսպորտի հետ կապված խնդիրները առաջացել հաստատ, դա կավելացնեն, էլի ինչ որ, հա, առողջապահության պարտադիր ապահովագրություն ենք ավելացնում, հիմա մենք ինչ ենք ուզում ընդհանրապես անել, այսինքն ուզում ենք այդ ամբողջ բեռը տեղափոխենք քաղաքացու վրա, առանց քաղաքացու եկամուտների ավելացման,
ոչ աշխատավարձի եւ բարձրացումը նախատեսում ոչ կենսաթոշակների, ոչ նպաստների, տնտեսության մեջ ըստ էության որակական որևէ փոփոխություն չկա, որ բիզնեսում այդպիսի մեծ գումարներ առաջանան եւ այդ բիզնեսի գումարներից օգտվենք նաեւ մենք քաղաքացիներս։ Ներողություն, այստեղ ձեզ ընդհատեմ, անընդհատ ներդրողներ են կարծես գալիս, այստեղ լրագրողների հետ հանդիպում, նշելով, որ Նայիրիտը ուզում են վերագործարկեն։ Ընդհանրապես, պարոն Խաչատրյան, իրատեսական է այս պայմաններում Նայիրիտի վերագործարկման մասին խոսելը։ Գնալով այդ իրատեսությունը պակասում է։ Շատ ավելի ռեալ էր Նայիրիտի վերագործման մասին խոսել 4 տարի առաջ, 3 տարի առաջ։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ դա հայտարարում, որովհետև շատ երկարաժամկետ ես զբաղվել եմ եւ ծանոթ եմ բոլոր վերջին տարիներին հրապարակված են հաշվետվություններին, փաստաթղթերին, այդ թվում է Համաշխարհային բանկի կամ անկախ աուդիտորների կողմից եւ այնտեղ եթե քաղաքական նպատակ չի հետապնդում, պատվեր չի եղել, զուտ մասնագիտական է եղել, մասնագիտական բոլոր ուսումնասիրությունների եզրակացության մեջ փաստներ, որ Նայիրիտը պետք է եւ ի վիճակի պետք է շահագործի վիճակի աշխատել։ Այ ինչու չի արվել դա։ Սա ամենակարևոր հարցը, ինչու կառավարությունը այդպես էր չկարողացավ կամ չուզեց կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով չփորձեց Նայիրիտի գործարանը գործարկել։ Որտեղ բոլորիս է ինչ-որ շատ տարօրինակ է թվում, եթե կարելի է այդ գործարանը աշխատացնել 1500-ից 2000 աշխատատեղ, ի վերջո տնտեսության առաջընթացին նպաստող մի մեծ համակարգ, նույն այս Վիոլայի ջուրը հաստատ 14 դրամով չէր թանկանա, ես ձեզ ասեմ, իսկապես եմ ասում, որովհետև այն տարիներին, երբ որ ես էի աշխատում Երևանի քաղաքապետ, ջրի ամենամեծ սպառողը Նայիրիտն էր։ Ամենամեծ եւ Նայիրիտի ջրի սպառումը ավելին էր, քան մեր քաղաքացիների սպառումը։ Եվ մենք նույնիսկ մեր քաղաքացիների ջրի վճարունակության հետ կապված խնդիրը չէինք զգում, քանի որ կար Նայիրիտ։ Մենք ավելի շատ շահագրգռված ենք, որ Նայիրիտը կարողանար վճարել։ Նույնը վերաբերում է էլեկտրոէներգիային։ Այն ինչ որ կարող էր Նայիրիտը որպես սպառող լիներ էներգետիկ համակարգում, երկրորդը չէր լինի։ Նույնը վերաբերում է գազին։ Ի վերջո գազի տեխնոլոգիայի հիման վրա նոր տեխնոլոգիան այդ Նայիրիտ ստանալու։ Ես չգիտեմ ինչով է պայմանավորված եղել, որովհետև մեզ եւ մասնագետներին եւ աշխատողներին եւ հանրությանը իսկապես լիարժեք բացատրություն չի տվել, թե ինչի Նայիրիտը չի աշխատում։ Ընդհակառակը Նայիրիտին դարձեցին բեր դարձրեցին ատոմակայանի համար, որոտանի հեկի համար, պարտքեր գոյացան արհեստական, ես չգիտեմ ինչի ով էր այդպիսի որոշում ընդունել աշխատավարձները վճարելու փոխարեն, միջազգային այդտեղ էր օրինականության հետ կապված խնդիրներ կա, որտեղ այդ իրավունք չունեին անելու, բայց էներգետիկայի նախարարությունը այդպիսի գործունեություն էր ծավալել տարիներ շարունակ, եւ այս ամեն ինչի արդյունքում հիմա հայտնվել ենք այս իրավիճակին, ես ինչի եմ ասում ավելի պակաս իրատեսական, որտեղ այնտեղ մամուլի հրապարակումներից եմ ես տեղյակ, որ սկսվել է սնանկացման գործընթաց, այդ սնանկացման գործընթացին ես միշտ շատ այսպես սկեպտիկորեն եմ նայել այն առումով, որ այդտեղ այն չի կատարվում, ինչ որ պետք է կատարվել, այսինքն այդ Նայիրիտ գործարանի դեպքում տեխնոլոգիական ցիկլի շարունակությունը ապահովելու խնդիրը չի լուծում։ Այնտեղ ընդհանրապես ֆինանսական խնդիր է լուծում պարտքատերերի պարտքերը վճարելու։ Սնանկացման գործընթացը դա է նշանակում։ Եվ դրանից ելնելով կարող է այնպիսի մի սարքավորում վաճառվի, որի ձեռքբերումը հետագայում անհնար լինի, որովհետև ժամանակին, ասենք, դա արվել է ինչ-որ ժամանակի պահանջներից ելնելով, հիմա որևիցե ձեռնարկություն կամ կազմակերպություն այդ նույն սարքավորումը չի արտադրում։ Ես այդ առումով եմ նայում, բայց ես զարմանում նաև եմ մարդկանց, նաև ողջունելով, որ հետևողականորեն իրենք շարունակում են իրենց գործը, ես արդյոք սրտանց ուզում եմ, որ իրենք հաջողություն ունենան։ Ես իսկապես կուզեի, որ այդ աշխատանքը լիներ։ Իհարկե մի հանգամանք կա, որի պատասխանը ես չունեմ։ Այստեղ արդեն պետք է զուտ բնապահպանները այդ հարցին պատասխան տալ, ինչքանով է լինելով, ինչքանով է անվտանգ լինելու այսօր Նայիրիտը շահագործել, չմոռանանք, որ ի վերջո երբ որ Նայիրիտը կառուցվել է 30-ականներին, դա եղել է Երևանի ծայրամասի ծայրամաս։ Հիմա նա Երևանի ծայրամաս է, բայց Երևանի մաս է, եւ իր վտանգավորության աստիճանը պետք է գնահատել բնապահպանական առումով։ Այսօր ցանկացած տեխնոլոգիայի կիրառում առաջին հերթին պետք է անցնել այդ բնապահպանական գնահատականը, բացատրությունը։ Այս դեպքում ես օրինակ կուզեի, որ այս ամեն ինչի կողքին նաև այդ մարդիկ, ովքեր որ պատասխանատվություն են ուզում ստանձնել Նայիրիտի աշխատելու, դրա հետ կապված է, մեզ դրա ճիշտ տեղեկությունն է ստանալ, որովհետև համոզված եմ, եթե դրա հետ կապված ստան մասնագիտական եզրակացություն, իրենց համախոհների թիվը կավելանա։ Եվ վերջում եւս մեկ թեմայի մասին, պարոն Խաչատրյան, շատ տարբեր թեմաներից խոսեցինք։ Դուք եղել եք նաև Երևանի քաղաք
քաղաքապետ եւ հիմա ելք խմբակցությունը ցանկանում է մի քանի խորհրդային գործիչների անուններ կրող փողոցներ անվանափոխել, մասնապես Կասյանի, Միասնիկյանի, Միկոյանի։ Դուք այս գործընթացին կողմ եք։ Ես կողմ եմ այնքանով, որ այն գործընթացը, որ սկսել ենք մենք 90-ականներին, կիսատ մնաց։ Ես նկատում եմ այդ անվանափոխությունը սկսել է 90-91 թվականին եւ այդ ժամանակահատվածում, երբ որ հարցադրում եղավ, շատ բնական էր, այդպես էլ պետք է լիներ, շատ կար առաջարկություններ, բազմաթիվ, բազմապիսի ցանկություններ եւ այլն, ամենածայրահեղից սկսած, ամենալոյալը, ամենահասկանալից, ամենաանհասկանալին, անձնականից ընդհանուրը շատ բնական էր այդ ամեն ինչը, բայց քաղաքային խորհուրդը, ոչ թե գործադիր կոմիտեն, քաղաքային խորհուրդը այսօրվա ավականն, այդպես ասեմ, որ այն ժամանակ 181 հոգի էին, նա ճիշտ որոշում կայացրեց, որ պետք է ստեղծել հանձնաժողով եւ այդ բոլոր առաջարկությունները հաշվի առնելով ներկայացնել մոտեցում սկզբունքային, ինչ սկզբունքներից ելնելով մենք պետք է այդ գործընթացը անենք։ Եվ կարող եմ ասել, որ բավականին երկար էր, բավականին աշխատատար էր, բայց այդ հանձնաժողովը աշխատել էր, ներկայացել էր քաղաքային խորհուրդը իր որոշումը ընդունեց, այսինքն համաձայնություն տվեց այդ սկզբունքներին։ Եվ այդ սկզբունքներից ելնելով, ասենք, կենտրոնի վերահանանում տեղի ունեցավ, կենտրոնի փողոցների, պատմական Հայաստանի տեղանունների եւ գործիչների։ Այսինքն սկզբունքը սկսեց կիրառվել։ Մեծ մասամբ հաջողությամբ, առանձին դեպքերում, ասենք, անհաջողությամբ, այն առումով անհաջողությամբ, որ անուններ եղավ, որ այդպես էր կիրառելի չդարձան մարդկանց։ Օրինակ, Ամիրյան փողոցը, Վրամշապուհ Արքայի փողոց։ Հիմա Վրամշապուհ Արքայի փողոց է։ Հիմա հակառակը, Վրամշապուհը վերանմանեց, հետո փոխվեց Ամիրյան փողոց։ Այսինքն, այդպիսի դեպքեր են եղան, որը ես համարում եմ շատ բնական է, որովհետև գիտեք ինչ կա, իրականում այս ամեն ինչի կողքին կա նաև երևանցի այդ փողոցում ապրած, մեծացած մարդիկ, որոնք սովոր են կամ կուզեին, այսինքն այս հանգամանքները պետք է հաշվի առնի։ Ես անհանգիստ եմ, իմ անհանգստությունը կայանում է նրանում, որ առանց այդ սկզբունքների ճշտելու սկսեն այսպիսի առանձին ինչ-որ մոտեցումներից ելնելով, առանձին մարդկանց կամ չգիտեմ, լիարժեք դերևս իրենց դերը չգնահատած, որտեղ պատմական առումով հիմա ես հասկանում եմ, նույնիսկ այսօր իմ աչքի առջև պատմությունը խեղաթյուրվում 2008 թվականի մարտի 1-ի հետ կապված Էդուարդ Մինասյան, պատմաբան կա այդպիսի, որ այնպես է ներկայացնում այդ պատմական փաստերը, որ ես արդեն ոնց որ ես չեմ եղել այդտեղ։ Այսինքն իմ մասին կարող են այնպես ներկայացնել, որ ես չեմ, ուրիշ մարդ եմ։ Հիմա եթե իմ տեսած իմ ապրած ժամանակաշրջանում են պատմական փաստեր այսպես խեղաթյուրվում, ես ենթադրում եմ, որ խորհրդային միության տարիներին, երբ որ այնտեղ այդ պրակտիկա էր դարձել, ինչպիսի խեղաթյուրումներ են տեղի ունեցել, մենք մի պատմություն գիտենք 18 թվականին, 1:30 թվականին, 1:53 թվականին, 1:60 թվականին, այսինքն նույն մարդու մասին այնպիսի տարբեր տեղեկություններ ենք մենք ստացել, մեկը հայրենիքի թշնամի էր, հետո մեկը արդարացվեց, հետո չգիտեմ, դարձավ։ Ինչ անել նույնը թողել, այսինքն։ Չէ։ Հենց այդ նույնը պետք չի թողել։ Ես դրա համար եմ ասում, այն աշխատանքը, որ մենք արում ենք 90-ականներին, պետք է շարունակվել։ Ուղղակի այդ շարունակելության մեջ ծայրահեղության մեջ չընկնել։ Այդ շարունակության մեջ մասնագետների հետ շփվել, մասնագետների տեսակետ, պատմական արխիվ, եթե պատմական արխիվի կարիք կա, նաև քաղաքացիների այդ փողոցում ապրողների տեսակետ հայտներ, եւ ամեն ինչ չի, որ միանշանակ բոլորը ճիշտ են լինելու են քննարկողները։ Կարող է պատահել մի փողոցում այնպիսի մի մարդ է ապրել, որ շատ ավելի մեծ գործ է արել այդ թաղի կամ այդ փողոցի մարդկանց համար, արժեր այդ մարդու անունով անել։ Այսինքն շտապելու տեղ չկա, ես դա եմ ասում։ Շտապելու ոչ ոք ինչ որ այնպիսի իրավիճակում չի, որ հենց չանեք անուններ, կործանվել է, Երևանն է վերանալու է կամ որ այդ փողոցի անունը փոխենք, ուրեմն միանգամից այդ փողոցը բարեկարգվելու է, այսինքն հենց այս պահին այդ փողոցի անվանափոխությունից հետո լուսավորվելու է, մաքրվելու է, կանաչը շատանալու է, այսպիսի խնդիրներ չկա։ Ամենակարևոր խնդիրը ինձ համար իհարկե փողոցի անվանափոխությունը չի, թեկուզ դա կարևոր է երիտասարդ սերունդի համար, ես դա եմ կարևորում։ Ավելի կարևոր է, որ բարեկարգ լինի, մենք լավ զգանք, բայց դա երկրորդական չեմ համարում, ես միջերս դա էլ ասեմ ես ձեզ, ինձ համար երկրորդական չի եղի երբևիցե։ Լավ կլինի, որ իսկապես անվանափոխության մեջ տրամաբանությունը բոլորիս հասկանալին էր։ Դուք մասնակցեք որպես լրագրողներ, հանրության հասարակական կազմակերպություններ, հայտնի մարդիկ, ովքեր առնչություն ունեն Երևանի պատմության հետ ի ծնե կամ, չգիտեմ, իրենց ընտանիքով եւ այլն, այսինքն այս բոլորը պետք է հաշվի առնվի։ Նախաձեռնությունը, եթե այս տրամաբանության մեջ է, ես կողմ եմ, ես
ուրախ եմ, որ այդպիսի նախաձեռնություն կա։ Եթե նախաձեռնությունը այլ տրամաբանության մեջ է, այն ինչ որ հիմա փորձում են ամենայն դեպս մամուլում այդպես է ներկայացում, այ Միկոյանը շատ վատներ, Մյուսը շատ վատներ, Կասյանը չգիտեմ ինչ էր, էս կոմենկոմ, եթե այս տրամաբանության մեջ է այլ, հա, օտարազգի մարդկանց անուններով պիտի դպրոցներ չանվանակոչեն եւ այլն, ես սա չեմ ընդունում, որտեվ ինձ համար Չեխովը եւ Պուշկինը երբևիցե կամ Սախարովը երբևիցե մի ազգի ներկայացուցիչ չեն։ Նրանք նաև հայ են, նրանք նաև ռուս են, նրանք նաև, չգիտեմ, աշխարհի բոլոր ազգաբնակչության ներկայացուցիչներ են։ Այս մոտեցումը պետք է աշխատի։ Եթե չի աշխատում, շատ վտանգավոր մենք փաստերի առաջ կգնանք, հետո շատ արագ այդ ինչ որ իրավիճակի փոփոխության հետ կապված կրկին հավանափոխության ես խորհուրդ կտայի մի հատ ուրիշ խնդրով զբաղվել, նույն այդ երկին եւ մնացածներին, ովքեր ունեն այսօր իշխանություն։ Այս դեպքը, որ հիմա որին փաստ որին մենք ականատես ենք, անվանի մարդկանց այդ նկարները եւ որ Երևանում փակցված է։ Նրանք ինչ չափանիշներից ելնելով են այդ մարդիկ հայտնվել այնտեղ։ Ես չեմ ուզում առանձնացնել առանձին մարդկանց։ Միգուցե կարող եք ենթատեքստը հասկանալ, բայց ես ուզում եմ հասկանալ ինչ սկզբունքից ելնելով, ասենք Մհեր Մկրտչյան, Ավետիք Իսահակյան, Գրաֆիտիները նկատի ունեք։ Գրաֆիտիները նկատի ունեք։ Ու գրված անվանի մարդիկ, չէ՞, ու նկարներ է դրած, մեծ նկարներ ու չգիտեմ։ Ինչով այդ մարդկանց ով է որոշել, որ այդ մարդիկ պետք է լինեն։ Այդ մարդը, այդ կազմակերպությունը, այդ խումբը, այդ առաջարկությունը անող ով է։ Այսինքն ես կարող եմ հիմա որոշել, որ հայտնին դուք եք կամ հայտնին ես եք Հայաստանում ու մեր նկարները դնեմ ու ասեմ, տեսեք, հա, այն ինչ չափանիշներ կա, որից ելներով որոշվում է, որ Հայաստանի Հանրապետության հայտնի դեմքերը անցումներում նկարների մասին է, թե անցումներում, չէ, մաներում, փողոցներում մեծ ցուցանակներ վահանակների վրա, հասկացա։ Շնորհակալ եմ։ Չէ, հայ անվանի մարդն է, այդպես է ոնց որ շատ։ Որովհետև նաև նկարներ կան նույն տրամաբանությամբ, անցումներում, դալաններում, կամարներում, նաև։ Թեկուզ դա։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ, ինձ համար բոլորիս համար կարծում եմ, եթե մենք համարում ենք իսկապես իրավական, նաև երկրում ենք ապրում ժողովրդավարական, ինչու սկզբունքներ լինի, որովհետեւ մենք էլ հարմարվենք դրան։ Եթե չենք էլ հարմարվում մեր տեսակետը հայտնելուց իմանանք, որ մենք տեսակետ ունենք, բայց քանի որ բոլորի կողմից ընդունված է, հարմարվում ենք։ Բայց քանի որ կարող է դա շատ սուբյեկտիվ լինի, այնց համար անընդունելի դրա։ Շնորհակալ եմ։ Իմ զրուցակիցներ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։